Ողջույն անկյուն գումարած 3 հեռուստաընկերությունը մեկնարկում է Ինֆո անկյուն հաղորդաշարը, այսօր Finex ֆինանսական խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրեն ֆինանսիստ հաշվապահ Արմինե Սիմոնյանի հետ խոսելու ենք աշխատանքային հարաբերությունների մասին։ Արմինե, կարող եք ողջունել մեր հետևորդներին եւ անցնենք մեր օրվա հարցերին։ Ողջունում եմ Լուսինե ջան, կարծում եմ մեր նախաձեռնությունը օգտակար կլինի յուրաքանչյուրին։ Շատ լավ, եւ մեր առաջին հարցը ես ուզում եմ նախ խոսենք թե ինչպես են ձևավորվում աշխատանքային հարաբերությունները, այսինքն երբ անձը աշխատանքի է դիմում գործադուի մոտ, ինչ փաստաթղթեր են կազմվում աշխատանքն օրինականացնելու համար։ Նախ նշեմ ինչ է աշխատանքային հարաբերությունը ընդհանրապես։ Աշխատանքային հարաբերությունները գործադուի եւ աշխատողի միջեւ փոխադարձ համաձայնությամբ հարաբերություններ են, որտեղ աշխատողը պարտավոր է որոշակի վարձատրության դիմաց կատարել իր աշխատանքը, իսկ գործատուն պարտավորվում է ապահովել բոլոր պայմանները աշխատանքի համար։ Աշխատանքային հարաբերությունների հիմքում գրավոր պայմանագիրն է, վերապահումով եմ ասում գրավոր, քանի որ գնում ենք թվայնացման։ Պայմանագիրը դա իրավական փաստաթուղթ է, որը ունի հստակ կետեր, հստակ ձև իրականում, եւ պայմանագրում պարտադիր նշվում է նախ վավերապայմանները կազմակերպության եւ անձի, ով որ աշխատանքի պետք է անցնի, նշվում է աշխատանքային պարտականությունները, իրավունքները, նշվում է աշխատանքային ռեժիմը, նշվում է աշխատավարձի չափը կամ այն ձևավորելու կամ ձևավորման տեսակը, նշվում է ամենամյա արձակուրդի մասին պարտադիր, նրա տևողությունը եւ այլն։ Աշխատանքային պայմանագրերը իրենց բնույթով տարբերվում են իրարից, կախված թե ինչպիսի աշխատանք պետք է կատարվի։ Ունենք հաստիկային աշխատանքի համար կնքվող աշխատանքային պայմանագիր, որտեղ հստակ նշվում է պաշտոնը եւ անձը կատարում է հստակ գործառույթներ, հստակ ռեժիմով, հստակ աշխատավարձով։ Եվ ունենք քաղիրավական պայմանագիր, որի դեպքում անձը կատարում է աշխատանք կամ մատուցում է ծառայություն, այս դեպքում չկան հստակ ռեժիմ տևողություններ, չկան սահմանված ռեժիմներ, այլ կա հստակ սահմանված աշխատանք եւ պարտականություններ, որոնք պետք է աշխատողը կատարի։ Իսկ ստաժ քաղիրավական աշխատանքը բնականաբար շատերի մոտ է հարց առաջացնում, քանի որ ինքը ավելի կարճատև է։ Այո, 2013 թվականի կառավարության որոշմամբ քաղիրավական աշխատանքը, քաղիրավական պայմանագրով աշխատանքը նույնպես համարվում է ստաժ։ Սակայն վարձատրության, հարկի առաջացման տեսանկյունից, արձակուրդի վերջնահաշվարկի եւ այլն կան բնականաբար տարբերություններ։ Եվ աշխատանքային պայմանագրի դեպքում կա ֆիքսված աշխատավարձի մինիմալ շեմ, եթե դու նորմալ տևողությամբ գնում ես աշխատանքի, օրենքով սահմանված կարգով, ապա այդ շեմը 75,000 դրամն է, իսկ քաղիրավական պայմանագրով աշխատանքի դեպքում նման շեմ չի գործում, այլ աշխատավարձը առաջանում է քո կատարած աշխատանքի բնույթից եւ այն գնահատելու մեթոդներից ելնելով։ Քաղիրավական եւ աշխատանքային պայմանագրերի կարևոր եւ հիմնական տարբերություններից է այն, որ աշխատանքային պայմանագրի դեպքում պահպանվում են օրենքով սահմանված բոլոր երաշխիքները, այսինքն կան արձակուրդային վճար, կա հիվանդաթերթիկի համար վճարվող վճար, ունենք վերջնահաշվարկ, իսկ քաղիրավականի դեպքում այս բոլոր դրույթները չեն գործում։ Իսկ հարկերի առաջացման տեսանկյունից զուտ գործադուի կողմից կարող եմ նշել, որ հարկերը քաղիրավական պայմանագրի դեպքում առաջանում են վճարման ամսում ամսաթվով, իսկ աշխատանքային պայմանագրի դեպքում հարկերը հաշվարկվում եւ վճարվում են ամսվան հաջորդող ամսվա մինչ ամսի 20-ը։ Եկամտային հարկի հաշվետվության ձևով է այս ամենը կարգավորվում։ Երևի թե այսքանը պայմանագրերի տարբերություններից։ Իսկ երբ է անձը անցնում աշխատանքային փորձաշրջան, ինչքան է դրա տևողությունը, կան արդյոք սահմանափակումներ, թե ոչ։ Թվում է թե փորձաշրջանը աշխատանքի ավելի թեթև ձևն է, սակայն փորձաշրջանը նույնպես ենթադրում է թե պարտականությունների կատարում, թե վարձատրություն, եթե այդպիսին նախապես պայմանավորված կա եւ ունի որոշակի սահմանափակումներ։ Փորձաշրջանը նախատեսվում է սովորաբար մինչև 3 ամիս ժամկետով, սակայն օրենքով նախատեսված դեպքերում կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս։ Փորձաշրջանի դեպքում անպայման նույնպես պետք է ապահովեն իրավական հիմքերը, այսինքն կնքվի պայմանագիր, եւ փորձաշրջանը չի վերաբերվում 18 տարին չլրացած անձանց, չի վերաբերվում այն անձանց, ովքեր աշխատանքի են անցնում մրցույթի կամ որակավորման քննությունների արդյունքում, նաեւ եթե գործատուն իր նախաձեռնությամբ անձին, աշխատողին որևէ պաշտոնից տեղափոխում է այլ պաշտոն, այս դեպքում նույնպես փորձաշրջան չի նախատեսվում։ Իսկ աշխատավարձի չափից էլ կուզեինք խոսենք, քանի որ գոյություն ունի մաքուր կեղտոտ աշխատավարձ ասվածը, սա
մարդկանց մոտ շփոթություն է առաջացնում, այս հենց տարբերությունների մասին կուզեի խոսենք։ Իհարկե, քանի որ դա իրական խնդիր է, այսինքն մեր առօրյա կյանքից վերցված, որ դիմում ես աշխատանքի, քեզ բարձրաձայնում են ինչ-որ մի թիվ, որ քեզ վճարվել է որպես աշխատավարձ, պարզվում է, որ դա հաշվարկային կամ կեղտոտ աշխատավարձն է։ Ինչ է նշանակում հաշվարկային, այսինքն իր մեջ ներառում է բոլոր հարկերն ու պահումները։ Հայաստանի Հանրապետությունում գործում են աշխատավարձից որոշակի հարկեր եւ պահումներ, նրանցից է եկամտային հարկը, որը 23 թվականի հունվարի 1-ից կազմում է 20%, բազային աշխատավարձի հիման վրա է հաշվարկում, իդեպ նշեմ։ Եկամտային հարկի մասով նշեմ, որ տեղի ունեցել համահարթեցում 20 թվականին եւ 2021-22 թվականներին այդ տոկոսադրույքը տատանվել է, փոփոխվել է, 23 թվականից 20% է կազմում։ ՏՏ ոլորտում ասեմ, որ եկամտային հարկի տոկոսադրույքը 10%-ն է, տարբերվում է ունեն որոշակի արտոնություններ։ Վճարում ենք սոցվճար կամ որ նույնն է կൂട്ടակային կենսաթոշակային վճար, այն վերաբերվում է 1974 թվականից այս կողմ ծնվածներին, այն կազմում է իրականում 10%, մինչև 500,000 բազային աշխատավարձի դեպքում, սակայն 5%-ը վճարում է գործատուն, իսկ 5%-ը պետությունն է փոխանցում մեր կենսաթոշակային ֆոնդին։ Նշեմ, որ երբ որ մենք վերցնենք մեր հաշվարկային թերթիկը աշխատավարձի ամենամսյա, կտեսնենք մենք 5%-ը միայն։ Այսինքն այն ինչ որ գործատուն է պարտավորվում մեր փոխարեն վճար որպես հարկային գործական։ Եվ ունենք դրոշմանիշային վճարը, որը սանդղակով է եւ կախված աշխատավարձի շեմից մինչեւ 100,000 դրամը 1500 դրամ, 100,000 1 դրամից մինչեւ 200,000-ը 3000 դրամ եւ աճում է 5500, 8500, 15000, այդպես։ Եթե գործատու կազմակերպությունում կան նախատեսված այլ պահումներ, որոնք կարող են լինել թե կամավոր, թե պարտադիր բնույթի, օրինակ արմիդենական վճար կամ այլ ցանկացած նախաձեռնություն, այս դեպքում այդ պահումների մասին պետք է անպայման տեղյակ պահել աշխատակցին, առավել ևս նոր աշխատանքի դիմողին։ Իսկ համատեղությամբ աշխատողների համար կան արտոնություններ, թե նորից նույն ձև ոչ, որևէ արտոնություն չկա այս դեպքում, բոլոր պահումները կատարվում են անկախ նրանից համատեղությամբ աշխատանք է, թե ոչ։ Համատեղության դեպքում կարող եմ ուղղակի նշել, որ կա սահմանված ֆիքսված աշխատաժամանակ եւ պետք է հաշվի առնվի օրենքով սահմանված աշխատաժամանակը, այսինքն անձը չի կարող մի քանի տեղ աշխատել 8-ժամյա ռեժիմով։ Այս մասին կարծում եմ գործատուները տեղյակ են լինում եւ նաեւ պետք է տեղեկացնեն աշխատակցին։ Լավ, իսկ եկամտահարկի վերադարձ լինում է ինչ որ ձևով մեզ հետ է գալիս գումարը, թե ոչ, կամ ինչ տարբերակ։ Ունենք հարկերի փոխհատուցման մի քանի մեխանիզմ, նշեմ եւ ամենատարածվածները նախ այն է, որ հիպոթեկային երբ որ վարկ ունենք, այսինքն նորակառույց շենքում ձեռք ենք բերել բնակարան հիպոթեկով եւ մեր վճարած եկամտային հարկի տոկոսներից հիպոթեկի տոկոսները մարվում են։ Ֆիզանձանց եկամուտների հայտարարումը, որ արտիական թեմա է, կարծում եմ դրա մասին առանձին խոսենք, այստեղ նույնպես սոցիալական ծախս համարվող որոշ ծախսեր փոխհատուցվում են մեր վճարած եկամտային հարկից։ Եվ համատեղությունը, քանի որ նշեցինք, համատեղության դեպքում, եթե մի քանի տեղ անձը աշխատում է եւ վճարում է սոցվճար, եթե վճարված սոցվճարը գերազանցում է 87500 դրամը, ապա այդ ավել գումարը նույնպես ենթակա է վերադարձի։ Հիպոթեկայինի դեպքում, այսինքն այս բան Լոռու մարզում կարծես նորակառույցներ չկան, բայց ինչքանով է պահվում ամեն դեպքում, եկամտահարկը ինչքան է վերադարձում։ Կախված բանկի տոկոսադրույքները ինչպես են գործում, դա իրականում բանկն է կարգավորում պայմանագրի շրջանակներում քո հիպոթեկային վարկի։ Շատ լավ, քանի որ մենք սկզբում խոսեցինք, որ աշխատանքային պայմանագրերը հիմա էլեկտրոնային են դառնում, օրենսդրական փոփոխություն կա, սրա մասին էլ կուզենք մանրամասն ավելի խոսենք։ Այո, կա օրենսդրական փոփոխություն, որը հստակ գործում է 25 թվականից փուլային եղանակով, 25 թվականի հուլիսի 1-ից մինչև 26 թվականի հունվարի 1-ը դա կլինի կամավոր սկզբունքով, 26 թվականի հունվարի 1-ից արդեն պարտադիր սկզբունքով եւ ինչ է դա նախատեսում, մեր աշխատանքային պայմանագրերը պետք է լինեն էլեկտրոնային հարթակում։ Հարթակը դեռևս իրականում չկա, ձևը չկա, չենք տեսել, չգիտենք ինչ ձև է լինելու, սակայն հստակ է, որ գործատուն իր պայմանագիրը պետք է լրացնի էլեկտրոնային ձևով, նշելով հստակ պաշտոն, աշխատավարձ եւ այլ գործառույթներ, իսկ անձը աշխատակիցը իր ID քարտով կամ նույնականացման քարտով պետք է մտնի այդ հարթակ, գրանցվի եւ հաստատի իր պայմանագիրը։
խորհուրդ բոլորին, ովքեր դեռևս չունեն նույնականացման քարտ, անպայման այս տարի ձեռք բերել, քանի որ նախ ֆիզանձանց եկամուտների հայտարարման հետ կապված դա այսպես թե այնպես մեզ անհրաժեշտ է լինելու մինչև նոյեմբերի 1 ընկած ժամանակահատվածում եւ մյուս տարի, եթե անձը փորձի անցնել աշխատանքի որևէ կազմակերպությունում, պայմանագրի կնքման համար դա նույնպես անհրաժեշտ է, որպեսզի խուսափենք ինչ-որ իրավիճակներից, ցանկալի է այս տարի անպայման այդ հարցը կարգավորել։ Էլեկտրոնային հարթակը հույս ունեմ, որ ինչ-որ չափով կմեղմացնի այս թղթային փաստաթղթաշրջանառությունը, որովհետև իրականում շատ է, սակայն փորձ ցույց է տալիս, որ ամեն դեպքում, եթե էլեկտրոնայինի համար հիմնավորում է պետք, թղթային ինչ-որ բան պետք է լինում հիմնավորելու համար, դրա համար սպասենք փոփոխություններին։ Լավ, իսկ ես կուզեի նաև վերջում խոսենք նաև դադարեցման մասին, այսինքն երբ որ աշխատողը ցանկանում է դուրս գալ աշխատանքից, ինչպես է դա կազմակերպում, երբ պիտի նախապես զգուշացնի եւ նույնը գործադուի դեպքում։ Շատ լավ, նշեմ, որ այո, պայմանագրերի լուծման կամ խզման համար կան տարբեր հանգամանքներ։ Եթե գործատուի կողմից է կատարվում պայմանագրի խզումը կամ լուծումը, այս դեպքում կան որոշակի ընթացակարգեր, որ պետք է պահպանվեն։ Նախ ինչ պատճառով է ինքը խզում այդ պայմանագիրը, եթե կազմակերպությունը լուծարվել է, թե ուղղակի հաստիքն է կրճատվել, թե ինչ որ սնանկության է գնում կազմակերպությունը եւ այլն, տարբեր հանգամանքներում տարբեր ընթացակարգեր են, մասնավորապես եթե գործատուն ինքն է նախաձեռնում անձին գործից հանել, այսպես ասած, կամ պայմանագիրը խզել աշխատանքային, այս դեպքում 2 ամիս առաջ պետք է ծանուցի եւ չմոռանանք, որ պետք է տա աշխատավարձ, պետք է տա արձակման նպաստ, վերջնահաշվարկ, ինչ է վերջնահաշվարկը, մի նախադասությամբ նշեմ, որ վերջնահաշվարկը դա մեր չօգտագործած արձակուրդայինի օրերն են։ Իսկ եթե անձը ինքն է իր դիմումի համաձայն աշխատանքից դուրս գալիս, այս դեպքում գործատուի համաձայնությամբ դիմումը ստորագրվում է եւ ուղղակի վերջնահաշվարկի վճարմամբ ավարտվում է աշխատանքային հարաբերությունը։ Շատ լավ, այսքանն էին մեր հարցերը, եթե կուզեիք ինչ-որ բան ավելացնել, Արմինե ջան։ Զուտ կուզեի նշել, որ ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ անպայման ծանոթանալ պայմանագրում նշված բոլոր կետերին, ճիշտ է բոլորս առօրյայում խուսափում ենք կամ ալարում ենք, չենք կարդում, բայց դա կօգնի խուսափել հետագա կոնֆլիկտային իրավիճակներից, անպայման գործատուի հետ ճշտել բոլոր հարցերը, բոլոր հուզող հարցերը նախապես պարզաբանել, որովհետև երբ որ կնքվում է աշխատանքային պայմանագիր եւ դու անցնում ես աշխատանքի, արդեն դու որոշակի պարտականություններ ունես գործատուի առաջ եւ 1 ամիս հետո աշխատանքից դուրս գալը այդքան էլ լավ չափանիշ չէ քո համար հետագայում, որտեվ քանի որ էլեկտրոնային է լինելու, այդ ամենը բոլորի համար հասանելի է լինելու, ցանկալի չի նման աշխատանքային փորձ ունենալ։ Շատ բարի շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ եթերում ինֆոանկյուն հաղորդաշարն էր, որի գործընկերն է Finex ֆինանսական խորհրդատվական կենտրոնը։ Ցտեսություն։